Համայնք ենք և ճիշտ է, որ իրար համար աղոտ կանենք, նախկիներում ավելի շատ է առաջարկում, որ դեր ողորմյայի ժամանակ երբ որ ծնկ են գալիս աղոտ կանենք, բոլորս միասնական ինչ-որ մեկի համար, որ առավել զորավոր է։ Հիմա գիտեք, այս շրջանում մեր զինվորները գնում են ծառայության, նորակոչիկներ և զինվորները, որոնք որ վերադառնում են, բոլորին բարի գալուստ ասենք, այսօր մեր համայնքից միգուցե այստեղ էլի կան զինվոր նորակոչիկներ, ես չգիտեմ, բայց մեր մեջ այս պահին Սերգեյն է մեր համայնքից, ես խնդրեմ մոտենալ, անպայման խնդրեմ մեր Սերգեյին բարի ծառայություն, աղոթքիրն համար, ու նաև իր գլխավորության բոլոր մեր զինվորների համար, որ այս պահին արդեն հերթակոտ է տեղի ունենում։ Էպես որ Աստված օրացնի մեր զինվորին, նա մասը չծռվի, նրա ոչ մի վատ բան չպատահի, միայն հաղթանակներ, եթե նույնիսկ ստիպված են գնում, միայն հաղթանակներ։ Աստված զորացնի բոլորիդ, այսօր Տեր ողորմյայի ժամանակ այնուհետև Սերգեյը մկրտվել է Սարգիս անունով, ասացի ջանդալ, Սերգեյ Սարգսի համար աղոտ բարձրացեք, այսօր անպայման, շնորհակալություն, քեզ բարի ծառայություն։ Բոլոր զինվորները, մեր բալիկները, մեր երեխեքները։ Արնոր և որդվո և հոգուն սնթո ամեն։ Այսօրվա ճաշու ավետարանը, որ ընթերցվեց այս սուրբ բեմից, Հովանու ավետարանից էր, որտեղ պատմվում է մի դրվագ Հիսուսի կյանքից, որը հայտնի է Կանայի հարսանիք անվանումով։ Ավետարանիչը պատմում է, որ մեր Տիրոջ մայրը Աստվածածին է, ինչ որ մի հարսանիական հանդեսի է ներկա, և նշում է նաև, որ այնտեղ ներկա էին նաև մեր Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներով, և այդ ընթացքին գինին պակասելով Մարիամը խնդրում է իր որդուց, որ նա հրաշք կատարի և գինին բազմացնի, և ապա հրամայելով ծառայողներին ասում է. ջուր լցրեք այդ տիկերի մեջ և ինչ որ ձեզ կասի, այն արեք։ Եվ այսպիսով Հիսուս հրաշք գործելով ջուրը գինի է վերածում։ Ավետարանիչը հրաշքի վերջավորությանը նշում է ասելով, որ այն առաջին նշանն է, որ մեր Տերը Հիսուս Քրիստոս կատարեց, ցույց տվեց Գալիլեայի Կանա քաղաքում, որով և իր փառքը հայտնեց։ Սիրելի հավատացյալներ, մենք մի քանի օրեր առաջ ազգովին Հայաստանյաց առաքելական մեր մայր եկեղեցին տոնեց, նշեց հիշատակը տոնը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, որը աստվածահայտնության խորհուրդը ունի մեր մայր եկեղեցում։ Այսինքն մեր Տերը Հիսուս Քրիստոս երբ ծնվեց, այդպիսով նաև աստվածահայտնությունը տեղի ունեցավ մարդկային ցեղի համար։ Հիսուսի ծնունդով մարդն Աստծուն ճանաչեց, Աստված հայտնվեց մարդուն, և ահա այդ առաջին հրաշքի ընթերցումով, որ կատարվեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից, ի հայտ եկավ նրա փառքը, նրա հրաշագործ կարողությունը։ Փառք, դարեր շարունակ շատ մարդկանց համար փառքի հասնելը նպատակ է եղել։ Մարդիկ ամեն ջանք, ամեն կերպ, ամեն խորամանկություն իր գործ են դրել հասնելու համար փառքի, հասնելու համար հռչակի, հասնելու համար հարստության, և ահավասի աշխարհ եկավ Տիեզերքի Թագավորը, սակայն ամենահամեստ միջոցներով եկավ և իր փառքը տարբեր ձևով մատուցեց մարդկանց, եկավ ցույց տալու մարդուն, թե ինչպես փառքը պետք է հասկանալ։ Նախ և առաջ մեր Տերը Հիսուս Քրիստոս փառքի մեջ տեսավ մարդասիրությունը։ Եկեք քննենք բոլոր հրաշքները, որ կատարվել են մեր Տիրոջ կողմից։ Կտեսնենք, որ միմիայն մարդկային ցեղի օգտի համար է, միմիայն մարդկային ցեղի խաղաղության համար է, միմիայն մարդկային ցեղի մաքրագործության համար է,
ահավասիկ, մեր Տերը փառքի մեջ տեսավ մարդասիրությունը, ով ուրեմն փառքի ուզում հասնել, նախ եւ առաջ իր նմանի նկատմամբ մեծ սեր պետք է ունենա, ինչպես որ ապացուցվեց Սուրբ Ավետարանով, թե Աստված այնքան սիրեց աշխարհը, այնքան սիրեց մարդկությանը, այնքան սիրեց իր ստեղծած այս տիեզերքը, որ իր միածին որդին ուղարկեց եւ այդ որդին վստահաբար Աստծո այդ հրաշալի ստեղծագործության գլուխգործոցն է։ Եվ այդ մարդասիրությունը մեր Տերը արտահայտեց ծառայության միջոցով։ Իր ամբողջ կյանքը նվիրեց մարդկային ցեղի ծառայության։ Իր մանավանդ առաքելության վերջին 3 տարվա ընթացքին Հիսուս ամեն կերպ աշխատեց մարդուն ուսուցանել, սովորեցնել, թե ինչպես իր այս կյանքը ապրի, եւ թե այս կյանքը ինչպես փառավորի։ Եվ մենք գիտենք Ավետարանից, որ մեր Տերը ավակ շաբաթվա կարևոր պահին, երբ արդեն իր առաքելությունը իր գագաթնակետին պիտի հասներ, երբ արդեն նա իրապես արժանի էր բարձրանալու դեպի Աստված, իր ձայնը իր հորը առաքեց ասելով. Հայր, փառավորիր քո որդուն, որովհետև ես լսեցի քո ձայնը, որովհետև ես կատարեցի այն պարտականությունը, որ դու ինձ հայր հանձնել էիր, որովհետև ես երբեք փախուս չտվեցի ծառայությունից, որովհետև ես երբեք ատելություն չսեմանեցի մարդկանց մեջ, այլ ընդհակառակը սիրով եւ ծառայության ոգով այդ բարձր գիտակցությամբ ես կատարեցի այն գործը, այն առաքելությունը, այն վստահությունը, որ դու ինձ հանձնել էիր, եւ վստահաբար փառքի սխալ օգտագործումը, փառքի շահագործումը, չարաշահումը կուրացնում է մարդուն։ Շատ են այդպիսի անձինք մեր շուրջ բոլորը, որ մենք ճանաչում ենք եւ գիտենք, թե փառքը կամ փառքի հասնելու ձգտումը ինչպիսի կորուստների է մատնել նրանց։ Այդ իսկ պատճառով հաճախ մեր աղոթների մեջ հայցում ենք Երկնային որ հայրը մեզ հետ լինի, որպեսզի մեր կյանքը ընթանա Աստծո աչքերով եւ Աստծո իմաստությամբ։ Մարդը ենթակա է միշտ սայթաքումի եւ շատ են գայթակղության նյութերը, պարագաները, երևույթները մարդու համար եւ ահավասիկ, երբ Աստծո զորությունը, Աստծո փառքը մեզ առաջնորդի, մենք երբեք չենք վախենա կորստից, երբեք չենք վախենա կուրությունից, երբեք մեր առջև խավար եւ մտություն չի լինի։ Սիրելի հավատացյալներ, ահա երբ մենք այս աստվածահայտության ամանորյա առաջին օրերն ենք ապրում առաջին ամսվա ընթացքին, վստահաբար մեր եկեղեցու հայրերը այս մեծ խորհուրդը ընկալելով անպայմանորեն ուզեցել են, որ առաջին հարության այս շաբաթին ավետարանական այս հատվածը ընթերցվի, որովհետեւ մենք էլ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ միասին ծննդյան այս հովերով իր աստվածային փառքի հայտնությամբ կամաց քայլելով հասնենք դեպի նրա հրաշափառ հարությանը եւ հարությունը, որը մեծագույն փառքն է այս տիեզերքի, որովհետեւ մահը խորտակում է եւ միայն կենդանություն է գալիս մեզ համար։ Ուստի հայցում ենք Երկնային Տիրոջից, որ մեր Տերը, մեր հոգիները, մեր մտքերը բացի այնտեղ սերմանի գիտակցությունն ու կարևորությունը եւ կենսունակությունը, կենսական, էական նշանակությունը, մարդասիրության, իրար նկատմամբ հարգանքի, միմյանց նկատմամբ հանրուժողության ոգի, ինչպես նաեւ ծառայության հոգին, աշխատանքի հոգին, ստեղծագործության գիտակցությունը, բայց մշտապես առանց ուրանալու այն արժեքը,
այն անունը, այն հռչակը, այն փառքը, որ մեզ պիտի գա երկնային Տիրոջից։ Թող մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի փառքը դինի մեր միակ առաջնորդը, մի փառս մեր մայրերի եկեղեցու եւ ժողովրդի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։